Բարև ձեզ, հարգելի 11-րդ դասարանցիներ, այսօրվա մեր թեման է կյանքի ալիքներ կամ պոպուլյացիոն ալիքներ։ Բնության մեջ մշտապես տեղի ունեցող պոպուլյացիայի թվաքանակի քիչ թե շատ կանոնավորված տատանումները անվանում են պոպուլյացիոն կամ կյանքի ալիքներ։ 1905 թվականին այսպես անվանեց երևույթին Չետվեռնիկովը։ Եվ այսպես ալիքները շատ լավ արտահայտված են արագ բազմացող ձևերի վրա։ Կրծողներն են դրանք և միջատները։ Պոպուլյացիայի թվաքանակը փոփոխական մեծություն է և կապված է միջավայրի փոփոխականության հետ։ Թվաքանակի տատանումները ունեն բավականին շատ պատճառներ. եղանակի ջերմային ռեժիմների փոփոխությունը, կերի առատությունը, հրդեհները և այլն։ Նաև թվաքանակը կախված է բեղունության և մահացության փոխհարաբերությունից։ Ցանկացած պոպուլյացիա ունի թվաքանակի վերին և ստորին սահման, և բազմաքանակ պոպուլյացիաներում գեների դրեյֆը քիչ է ազդում հաճախականության վրա ալելների։ Բայց կտրուկ վայրէջքի ընթացքում դրա դերը մեծանում է և կարող է դառնալ էվոլյուցիայի վճռորոշ գործոն։ Օրինակը կյանքի ալիքների ուզում եմ ներկայացնել մեր երկրում Շիրակի մարզում 2019 թվականի մայիսին ակտիվացած շագանակագույն թիթեռների վրա։ Եվ ինչպես տեսնում եք երկրորդ նկարում, նրանք այնքան են շատացել, որ կարծես թե ծածկել են ծառերի տերևները և գրեթե ծառերի տերևները սաղարթը գրեթե չի երևում։ Սա կարող է դիտվել կլիմայական փոփոխության, ինչպես նաև միգրացիայի արդյունք։ Այս թիթեռները հիմնականում լինում են ծաղկած ծառերի վրա։ Ինչպես նշեցինք, սա միգրացիա է կոչվում, իսկ միգրացիան տեղի է ունենում, երբ տեղային պոպուլյացիաներում բազմազանությունը նվազում է։ Այս երևույթը ամեն տարի տեղի է ունենում Ամերիկայի Միացյալ Նահանգներում, երբ Կանադայից թիթեռները գաղթում են Մեքսիկա։ Մեզ մոտ 2019 թվականին ակտիվություն նկատվեց, և հատկանշական է, որ բնության մեջ նման դեպքերը լինում են, երբ ժամանակ առ ժամանակ բնության ինչ-որ տեսակներ աշխարհագրական, երկրաբանական, կլիմայական տարբեր փոփոխություններով պայմանավորված մեծ թվաքանակով աճ են տալիս։ Սա բնության մեջ կոչվում է կյանքի կամ պոպուլյացիոն ալիքներ։ Բոլորիս էլ պարզ է, որ բնության օրենքը չի խախտվելու, և հետագայում թիթեռների թիվն էլ բնական ընտրությամբ կինքնակարգավորվի, և դրանց քանակը վերջապես կպակասի։ Հիմա խոսենք մի փոքր բնակչության աճի մասին։ Աճի տեմպը այն տոկոսային արժեքն է, որը արտահայտում է մեկ միավորում բնակչության թվաքանակի ավելացումը տվյալ ժամանակահատվածի ընթացքում։ Աճի գործակիցը կարող է լինել դրական, բացասական, ինչպես նաև զրոյական։ Եվ նույնիսկ եթե էական փոփոխություն կա ծնելիության, մահացության, ներգաղթի մակարդակներում, կարող է աճի գործակիցը լինել միևնույն է 0։ Ինչպես տեսնում եք, սա պայմանավորված է մի քանի գործոններով։ Պեն պոպուլյացիան է, տեն ժամանակահատվածը։ Տվյալ բանաձևը ներկայացված է ավելի կարճ ժամանակահատվածի ընթացքում հաշվելու համար բնակչության աճի տեմպը։ Հիմա խոսենք պտղաբերության ընդհանուր մակարդակի մասին և նշեմ, որ վերջին 100 տարիների ընթացքում բնակչության զանգվածային աճ է տեղի ունեցել։ Ինչպես տեսնում եք նկարում, 2020 թվականին այն հասել է իր պիկին։ Եթե մենք դա պատկերենք մի ծառի վրա, որովհետև բոլորս էլ սնվում ենք նույն ռեսուրսից,
երկիր մոլորակի, ապա կնկատենք, որ այնքան մարդ է սնվում այս նույն ծառից, որ ռեսուրսների քանակը կարող է լինել արդեն սահմանափակ։ Շատ կարևոր է, որ մարդը գիտակցի երկիր մոլորակի վրա ռեսուրսները առհասարակ ավելի ճիշտ օգտագործելու, անխնաչ օգտագործելու մասին, քանզի դրանք պետք է սնեն մեզ հարյուրավոր դեռ տարիներ և կարողանան նաև սնել մեր հետագա սերնդին։ Ներողություն եմ խնդրում ռուսերեն տրված ուրեմն այս մոդելի համար, քանի որ այն հնարավոր չէր թարգմանել, ելնելով այն սկզբունքից, որ վերցված է ռուսական որևիցե կայքից, և եթե ուշադրություն դարձնենք այստեղ թվաքանակին, ապա կտեսնենք, որ աճի տեմպը ամենաարագը, ամենամեծը տվյալ դեպքում Չինաստանում է։ Պատահական չէ, որ դրա մասին այսօր ուզում եմ խոսել։ Ուշադրություն դարձրեք 1990 թվականին նրանց քանակը, որը որ արդեն իսկ ամենամեծն է տվյալ 10 ուրեմն հորիզոնականներում գտնվող երկրների ցուցակում, և տեսնում ենք, որ ճիշտ է 2010 թվականին 17,1%-ով է ավելացել նրանց բնակչության թվաքանակը, բայց միևնույնն է, այստեղ հնարավոր են լինել ռեսուրսների արդեն մեծ խնդիրներ։ Հետևությունը թողում եմ ձեզ, բայց պետք է ուշադրություն դարձնել նաև կյանքի ալիքների վրա և ևս մեկ անգամ որոշ երևույթները, որոնք որ մենք տեսնում ենք մեր առօրյայում, կապենք բնության շատ կարևոր և անհերքելի փաստերի հետ։ Ինչպես նկատում եք, նաև երկրորդ տեղում է ուրեմն Հնդկաստանը, որտեղ բնակչության թիվը ավելացել է 90-ից 2010 թվականի ցուցանիշներով 40,2%։ Իհարկե սա մտածելու տեղիք է տալիս, բայց ընդհանուր հաշվարկներով մենք նայում ենք երկիր մոլորակի բնակչության թվաքանակին, 1990 թվականին, խնդրեմ, թվականակը և 2010 թվականին։ Ինչպես ասացինք, վերջին 100 տարիների ընթացքում զանգվածային աճ տեղի ունեցավ բնակչության շրջանակում, որը պայմանավորված էր առհասարակ բժշկության վերելքով, ինչպես նաև շատ այլ ուրեմն ցուցանիշներով։ Որոշ երկրներում պետք է նշեմ, որ բնակչության թվաքանակը ակնհայտ կարող է փոքրանալ, պատճառը հանդիսանալով ցածր ծնելիությունը, օրինակ Արևելյան Եվրոպայում, մահացությունը և էմիգրացիան, ինչպես նաև Հարավային Աֆրիկայում մահացության քանակը այնքան մեծ է և հիմնականում սպիդ ձիահ հիվանդության պատճառով, որ այս ուրեմն հատվածներում որպես կանոն նկատվում է թվաքանակի ակնհայտ ուրեմն նվազում։ Իհարկե այդ ցուցանիշը, որը որ մենք նշեցինք, այս երկրներում կա թվաքանակի պակաս, չի ազդում առհասարակ երկիր մոլորակի ընդհանուր բնակչության թվաքանակի վրա, որովհետև մնացած երկրներում էլ նկատվում է, ինչպես ասացինք, Չինաստանում և Հնդկաստանում, նկատվում է կտրուկ աճ։ Արդեն շատ հայտնի վերլուծություններ կան, որ այսպես շարունակվելով բնակչության թվաքանակը կհասնի իր կրիտիկական մակարդակին 21-րդ դարի վերջին, ընդհուպ ըստ կանխատեսումների կարող է հասնել մինչև 10 միլիարդ։ Եվ Սանջիվ Սանյալը պնդում էր, որ պտղաբերությունը պոպուլյացիայի աճի տեմպի հարաբերակցությունից ավելի փոքր կլինի 2020 թվականին և 2050 թվականին կիջնի մինչև 9 միլիարդ, որից հետո քիչ-քիչ կնվազի։ Իհարկե սրանք վերլուծություններ են, որոնք արված են առհասարակ ուրեմն վիճակագրությունը ուսումնասիրելով, և եթե մենք այս ամենը ուղղակի ծիծաղաշարժ նկարի մեջ տեղադրենք, ապա կստացվի, որ բոլորս
երկիր մոլորակի վրա բնակվողներս, ուրեմն լողանում ենք ընդամենը մեկ փոքր ծովի մեջ, եւ եթե մեր քանակը այսպես, ուրեմն այնքան մեծանա, որ ծովի մակարդակը ավելի փոքր լինի եւ ծովի մեջ ջրի քանակությունը ավելի փոքր թվա ի տարբերություն մեր քանակի, ապա մենք կունենանք շատ լուրջ ուրեմն սննդային եւ այլ ուրեմն ռեսուրսների պակաս։ Շնորհակալություն, հարգելի 11-րդ դասարանցիներ, հուսով եմ թեման ձեզ համար մատչելի էր եւ բավականին շատ լրացումներ կատարեցիք ձեր դասագրքի նյութի մեջ։